Երջանիկ եք։ Երջանիկ եմ, համպես երջանկությունը հարաբերության մեջ է իհարկե, դա է տեսակ որոշում է լինել երջանիկ, թե չլինել երջանիկ, կամ լինել դժբախտ։ Դա մի տեսակ մեխանիզմ է, որը կարելի է կյանքում, այսպես ասած, ծրագրավորել, ճանաչել, աշխարհայացով եւ այլն, եւ հասկանալ, ուզում ես երջանիկ լինել, թե ոչ։ Ուզում ես երջանիկ լինել, համեմատվիր դժբախտների հետ, ուզում ես դժբախտ լինել, համեմատվիր երջանիկների հետ։ Իմ դեպքում այդպես չի, որովհետև ես երբեք չեմ համեմատվում որևէ մեկի հետ։ Ընդհանրապես նույնիսկ երիտասարդ տարիքում այդպես չի եղել իմ դեպքում։ Երջանկությունը գոհության մեջ է, երբ որ ինքդ կարողանում ես այնպես ինքնադրսևորվել կյանքում, որովհետեւ գոհանաս, ուրեմն երջանիկ ես։ Բայց այսպեսի մի խոսք ասում են, կարծեմ չինական ասացվածք է, ասում են երջանկությունը բարության նման աստվածային հատկանիշ է եւ մարդ չի կարող կատարելապես դրան հասնել, որովհետեւ երբեմն նույնիսկ ոչ քո կյանքում կարող են լինել պատմություններ, դեպքեր, էպիզոդներ, իրավիճակներ, որոնք կարող են քեզ դժբախտ դարձնել, պատերազմները եւ այլն եւ այլն։ Որն է մանկությունից առաջին հիշողությունը։ Հետաքրքիր բան ասեմ, ես երկու մանկական հիշողություն ունեմ, շատ վաղ շրջանի, երևի 3-4 տարեկան էի, հայրիկիս ընկերներից մեկը հաճախ էր մեր տուն գալիս ու այսպես սիրում էր հոգուս հետ խաղալ։ Ես բավական աշխույժ հետաքրքիր երեխա էի, ինչ-որ անսպասելի պատասխաններով, ոչ ստանդարտ եւ այլն։ Մի օր այսպես հոգուս հետ խաղալով ինչ-որ պատի ճեղքվածքի վրա սարտոստային կար փոքրիկ։ Նայեց ասաց այս ամարին, այստեղ այնք, դուստեղ ես ապրում, չէ՞։ Ես մտածեցի, տեսեք ինչքան կարևորել եմ, որ անընդհատ փաստորեն հիշել ու մտածել եմ դրա մասին այդ տարիքում։ Այսպես արմատացել եմ, ես միշտ մտածում եմ, ոնց կարող եմ ես այդտեղ ապրել։ Երկրորդը հիշում եմ, որ մանկապարտեզում չարի վերջն էինք բեմադրում ու ես մայրկպու էի խաղում, երգելով, այսպես գեղեցիկ մի ներկայացում էր արել մեր դաստիարակը, ընկեր Ամալյան այսօրվա պես հիշում եմ, շատ լավ կիներ, ու հիշում եմ, որ այդ ներկայացումից, այդ հանդեսից հետո ինձ առանձնացրեցին, տարան ինչ-որ մանկապարտեզից դուրս բերեցին, то есть շենքից դուրս բերեցին, ու մի կին ինձ շոյեց, սիրեց, հետո ինչ-որ բան դրեց բռիս մեջ, ու ես այսպես փոքր երեխայից նայեցի, տեսա, որ ալ ծաղիկ այդպիսի շոկոլադ կար, կանաչ կարմիր ծաղիկով, այսպես կանաչ թղթով, ու դա էլ եմ շատ վառ հիշում, ու այդպես տպավորվել էր, ես չգիտեմ, գուցե ինձ գովել էին, գուցե ինքը ինձ հավանել էր ուղղակի, բայց երևի որպես դերասանուհի դա իմ առաջին այսպես նվերներ ծաղիկի տեսքով։ Ինչի համար էին ձեզ ամենաշատը գովում։ Բավական հաջող նկարում էին տարիքի համար, մայրս տնային կառավարչությունում էր աշխատում, այն ժամանակ այդպես շենքերի վճարման այս գործընթացները այդպիսի տեղերում էին կատարվում, տնային կառավարություններ, շատերը հիմա չեն իմանա, քաշվապաներ էին նստում, ես ժամանակ առ ժամանակ հայտնվում էի այդ գրասենյակում, որպեսզի ես զբաղվեի, ինձ թուղթ էին տալիս իրենց թղթերը, այդ տաբելային թղթերի թարսքով մագուր, ես նստում նկարում էի, իրենք արդեն ստատիկ վիճակում էին, ես իրենց էի նկարում ու շատ գովում էին ինձ, հենց նաև նկարելու համար, իմ երևի արտիստիզմի համար, իմ երևի հետաքրքիր բալիկ լինելու համար, երևի առանձնանում էի, չգիտեմ։ Իսկ ինչի համար էին նկատողություն անում։ Նկատողություն անում էին շատ տանը, չէի սիրում տան գործերը։ 3 քույր մի եղբայր են ու ես միջնեկն եմ քույրերի մեջ։ Ես ոչ մի գործ չէի սիրում անել, բոլորը իրանք էին անում եւ մայրս էր դժգոհում բնականաբար եւ քույրերս էին դժգոհում ոչ միայն փոքր ժամանակ, այլ երբ որ նույնիսկ մի քիչ մեծ էի։ Մինչև հիմա։ Մինչև հիմա ես եմ դժգոհում։ Ինչ եք ժառանգել ծնողներից բնավորությամբ, ոչ թե արտաքինով։ Կարծում եմ համեստությունը եւ համեստ ապրելակերպը ավելի շուտ։ Այ հենց այդ գոհությունը, բավարարվածությունը, քչով բավարարվելը եւ ոչ թե որ ավելին չես ձգտում, այլ ունեցածդ ես գնահատում եւ արդյունքում այդ հենց այդ գոհությունն ու գնահատելը բերում է ավելին։ Ինձ թվում է ես դա եմ ժառանգել իմ ծնողներից եւ հայրս եւ մայրս
հայրս բավական համեստ մարդիկ էին եւ այսպես չէին մեկի աչքներ չունեին, սա չունեին, արի մենք էլ սա ձեռք բերենք, արի եւ այլն, այսպիսի բաներ ես հենց ժառանգել եմ եւ շատ ուրախ եմ, որ այսպես առանց խոսքի քեզ փոխանցում են մի աշխարհայաց, մի փիլիսոփայություն, որը դառնում է հենց քոնը։ Գուցե կլինեն մարդիկ, որ կասեն, դա լավ բան չի, երբ որ մարդը ավելին է ձգտում։ Ես էլ ասում եմ, որ այո, երբ որ մարդը գոհանում է, նրան տրվում է։ Ինչն է ամենաշատը թաքցնում մարդկանցից։ Կուզեի ասել վախերս, բայց վախ չունեմ։ Նույնիսկ մահվան վախ չունեմ։ Ուրիշների մահվան էլ։ Երևի թե նաև դա։ Ընդհանրապես չեմ ծանրաբեռնում ինձ գալիք վախերով, որովհետև դրանք ավելորդ վախեր են։ Դրանք այն վախերը չեն, որոնք ներկայում են ու կան։ Եվ վախենալ այդպիսի բաներից առնվազն համարում եմ սխալ, որովհետև դա ոչ պատրաստում է մեզ այդ դժբախտությանը եւ ոչ էլ օգնում է ինչ-որ երբ։ Որն է այն հարցը, որը կուզեիք մարդիկ ձեզ ավելի շատ տան։ Իսկ կլինի, որ ասեմ, որն է այն հարցը, որը կուզեի, որ ինչ չտային։ Ես կուզեի, որ մարդիկ իրար գիտեք ինչ հարցեր չտային։ Այսպեսի բան կա, չէ՞, մեր հայերի մեջ, որ իրար տեսնելուց ասում են, ոնց որ չաղացել ես, ոնց որ մարել ես, որ քաշով են իրար գնահատում։ Ես այդպես չհասկացա դրա իմաստը, ինչի էլի։ Ասենք հա լավ, լցվել է մի քիչ կամ մի քիչ նիհարել։ Ասում եմ այդ հարցերը իրար չտան։ Դրա փոխարեն մտածել ինչ հարց կարելի է օրինակ տալ կամ ինչի մասին կարելի է զրուցել։ Ինչ կարծիք ունեն մարդիկ ձեր մասին, որն իրականությանը չի համապատասխանում։ Այ որ մեկ-մեկ թատրոնից ուշ եմ տուն գալիս, մտածում եմ, դե ես երրորդ մասում եմ ապրում։ Չնայած իրականում երրորդ մասը այնքան էլ չի տարբերվում Երևանի մնացած հատվածներից, բայց մտածում եմ, ասում եմ, ես հարևաններս ինչ են մտածում, 12-ին, երբեմն 1-ին, 2-ին փորձերից ուշ վերադառնում եմ, ասում եմ, ինչ կմտածեն։ Առօրյա կյանքում խաղում եք։ Երբեք չեմ խաղացել, ծայրահեղ ազնիվ եմ, երբեմն նույնիսկ աբռնազբոսության աստիճան, բայց ինձ մարդիկ ճանաչում են եւ ընդունում են այդպեսին։ Ես չեմ խաղում։ Գուցեև հենց նրա համար, որ բավարարված եմ աշխատանքով, խաղալու տեղը կա, էլ ինչը խաղամ, ինչը կեղծեմ։ Երբեմն կա ժամանակ, որ հաջողվում էր, երբ որ շատ տխուր էի, ցույց տալ, որ ուրախ եմ եւ ավելի շատ ինքս ինձ եմ խաղում, ինձ համար եմ խաղում, որպեսզի դուրս գամ այդ վիճակից եւ դա օգնում է։ Սերն ավելի շատ ընտրություն է, թե զգացում։ Կարծում եմ սերն ավելի շատ որոշում է, քան թե ընտրություն։ Նախ որոշում ես կայացնում ընտրելու այդ մարդուն, սիրելու եւ շատ կարեւոր է, որ այդ ընտրությունը դու մինչեւ վերջ պահես, որովհետեւ կա չէ եկեղեցի ասում է տերենք նազանդենք, բայց այդ որոշումը մանավանդ Աստծո տանը կնքված այդ այսպես ասած պայմանագիրը, չէ, չեն իրագործում շատ հաճախ։ Դա մի տեսակ ավելի շատ շոուի են վերածում, քան իրականության։ Դրա համար ըստ իս մարդը պիտի որոշի, ընտրի եւ մնա հավատարիմ դրան։ Ինչ էլ դրա հետ կատարվի։ Չէ՞ որ մենք ավելի շատ այդ որոշումը, որ կայացնում ենք որևէ մեկին ընտրել, մենք քիչ թե շատ ճանաչում ենք։ Մանավանդ երբ որ կա նշանադրության հատվածը, որը փորձաշրջանի համար է եւ այլն եւ այլն։ Այնպես որ այո, կարծում եմ, որ դա ավելի շատ որոշում է, ես այնքան էլ չեմ հավատում մանավանդ հիմա սեր առաջին հայացքից կամ այդ չնայած ոչ թե չեմ հավատում, սխալ կլինի ասել, իհարկե կան մարդիկ, որ խելագարության աստիճան կարող են սիրել ու սիրահարվել, ես ինձ նախանձում եմ, ասեմ, որ իսկապես ես նախանձում եմ, որ մարդիկ կարող են այդպես սիրել, բայց կա մարդկային մի տեսակ, որը ավելի շատ գիտակցությամբ է այդ որոշումը կայացնում եւ իմ կարծիքով ես այդ մարդկանց տվին եմ պատկանում։ Երանի նրանց, ովքեր որ այդ բովի մեջ եփվում են, տապակվում են, ապրում են, գժվում են, խելագարվում են։ Իմ դեպքում գուցե եւ նաեւ կարդացածությունը եւ մարդկանց ճանաչելը, գիտես որ
Միտեղ կարող ես հիասթափվել, գուցե ավելի ինչ-որ մանկական տրավմաների հետ կապ ունի, ավելի պատանեկան, որ ես մինչև վերջ մարդու մինչև կարող այսպես որպես կատարելություն ընդունել։ Կարծում եմ դա է։ Որ ձախողումն է, որ ձեզ ամենաշատն է փոխել։ Դպրոցական տարիքում ես բուլինգի եմ ենթարկվել բավական տևական ժամանակ եւ կարծում եմ, որ եթե կարելի է դա իհարկե ձախողում նաեւ համարել, բայց ես հիմա չեմ պատկերացնում։ Օրինակ ես ինչպեսին կլինեի առանց այդ բուլինգի, որովհետեւ այո, այնինչ չի սպանում ես ուժեղացնում է եւ ես բավական ուժեղացել եմ։ Ես չեմ հիշում այդ 3 տարիները, որ ես լաց եղած լինեմ, որ ես կոտրված լինեմ։ Ես եղել եմ հիասթափված իմ ընկերներից, իմ դասընկերներից, բայց ես չեմ եղել կոտրված, երբևէ լաց չեմ եղել։ Ես ոչ դասարան եմ փոխել, ոչ դպրոց եմ փոխել, այդպես ասած պինդ կոփվում էի, շարունակ զարմանալով, այս ամենը իմ հետ կատարվում։ Կարծում եմ դա է ինձ փոխել։ Որ որոշումն եք կայացրել, չնայած բոլորի հակառակ կարծիքին։ Երևի թե ամուսնությունն էր, որ եւ իմ կողմի Մարդիկին, հա։ Ասում որ դա շատ տարբեր է, դա անհնար է, եւ նաեւ ասում էին իր կողմի մարդիկ, թերևս նույնիսկ նույն մարդիկ, չէ որ մենք թատրոնում էինք միասին աշխատում, նույն բանը իրեն էին ասում, դա իրենց այդպես պատկերացման, իսկապես եւ մենք տարբեր էինք, բայց արդեն հարկաստո 27 տարի միասին։ Երևի թե նաեւ ինչպես ասում են, ի ջգրու ի նադու այն մարդկանց, ում մենք փորձեցինք ապացուցել, որ իրենք սխալ են։ Եթե կարողանայիք միայն մեկ ընտրություն կյանքում փոխել, ո՞րն էր լինելու։ Իմ կյանքում դասավորվեց այնպես, որ ես բարձրագույն կրթություն այդպես էլ չստացա։ Այդ դա ես սխալ եմ համարում եւ նույնիսկ բոլորովին վերջերս մտածում էի հերակա կրթություն բարձրագույն ստանալու մասին, բայց հետո ինքս ինձ մտածեցի մի րոպե, եթե ես 5 տարի պիտի սովորեմ, այդքան պիտի վճարեմ, ասենք թե ինչին է պետք, ասենք, երբ որ ես 60-ն անց եմ լինելու արդեն, ասի հանգիստ նստի տեղ, ինչի համար, ասենք, օրինակ ես քանի որ մի մարդ եմ, ով նաև սիրում է իր փորձի փոխանակումը, կիսվել, տալ, ես ինքս ալտրուիստ եմ այդ առումով, այդ բացի իմ կյանքում ես միշտ զգացել եմ, որովհետև այն կրթությամբ, որը ես ունեմ, միջնակարգ մասնագիտական, ինձ համար դժվար կլիներ անել այդ ամենը։ Ում կարծիքն է ձեզ համար իրականում կարևոր։ Իմ, որովհետև ես չափազանց ազնիվ եմ ինձ հետ, սովորել եմ դեռ շատ վաղուց, երբ որ լինում էին հարցեր, որ երբեք ինքս ինձ չէի արդարացնում, միշտ հակառակ կողմից էի վերլուծում իրավիճակը, երևույթը, ու երբ որ արդարացնում էի այդ մարդուն, արդեն ամեն ինչ ճիշտ էր, կամ արդարացնում էի ինձ, ոչ թե ուղղակի տուպը ես ճիշտ եմ, վերջացավ գնաց։ Միշտ վերլուծությունը եղել է ավելի հակառակ կողմից եւ ոչ միայն իմ անձի հետ կապված, ընտանիքում վեճեր էին լինում ժամանակին նույնիսկ միջև ամուսնանալս եւ դրանից հետո ես միշտ ինձ ասում էին դու դիմախոս ես, դու միշտ չէ, դա ոչ թե այդ ընդդիմանալու պահանջը, այլ որ մյուս կողմից նայես երևույթին, իրադարձությանը եւ քանի որ այդքան այդ աստիճանը ազնիվ եմ ու սիրում եմ ասել ոչ ոք ինձնից լավ ինձ չի քննադատի, բնականաբար կարծիքն էլ իմ համար ինձ է կարևոր։ Ինչն է ձեզ ամենաշատը զայրացնում մարդկանց մեջ։ Իսկապես զայրացնողը թերևս տգիտությունն է, որովհետև երբ որ դու մարդասեր ես եւ մարդու հետ շփվում ես, բայց ինքը քեզ ավելի այսպես նեղ սահմանների մեջ է քո հետ շփվում, զրուցում, ու այդտեղ դու քեզ կոմֆորտ չես զգում, ոչ միայն կոմֆորտ չես զգում, այլև դժբախտ ես դառնում, ոչ միայն դժբախտ ես դառնում, այլև իսկապես տգետ ես դառնում, որովհետև հաստատ ինքը չի կարող, ես մեծ ամիտ մարդ չեմ, բայց ինքը չի կարող քո լեզվով քո հետ շփվել, ստիպած դու ես շփվում այդպես, բայց հետո ասում ես չի սրբել։ Երբ եք վերջին անգամ լաց եղել եւ ինչու։ Լաց եղել եմ վերջին անգամ։ Այս ամսվա մեջ եղել եմ
լավ բանալած լինելը։ Մեկ-մեկ ինչքան էլ ուժեղ մարդ եմ, ինձ դուր է գալիս, ինձ թույլ է գալը, եւ թույլ եմ տալիս, որ նաև լաց լինեմ։ Բայց թե ինչի համար հիմա իսկապես չէ։ Երբ հասկացաք, որ թատրոնը ձերն է։ Շատ շուտ։ Ես մի հարցատետ ունեմ դպրոցական, մինչև որը սպառում եմ, այնտեղ որ ասում էին, որ ավարտես ինչ ես դառնալու, ինչ մասնագիտություն։ Այնտեղ ես նշել էի, որ ես ուզում եմ լինել թատրոնում, թեկուզ նույնիսկ հուշարար, այսինքն այդ միջավայրում, որովհետեւ ինչի էի ասում թեկուզ նույնիսկ հուշարար, որովհետեւ ինձ թվում էր, որ դա ինձ չի հաջողվի, քանի որ ոչ ծնողներս էին դերասաններ կամ որպես թիմարտիկ, եւ ինձ համար դժվար կլիներ այսպես առաջ գնալ այդ ասպարեզում, մեջք չունեի, հա։ Միշտ այդպես մտածում էի, բայց երևի թե իսկապես տրվում է նրան, ով ինքը դրա մեջ է, դրանով ապրում է, որովհետեւ մարդիկ, որ այո, բարձրագույն կրթություններ են ստանում, չէ, բայց նրանք հետո թողնում են թատրոնը, հետո ուրիշ մի աշխատանք են գտնում, որտեղ ունեն ավելի մեծ նախընտրություններ, կեպիսպակային ճամբարներ կային, որ այդտեղ ներկայացում են։ Ես ուստիան էի խաղում, հիշում եմ, որ առաջի տեղ բռնեցինք։ Ես շոր էի վերցնում, որ ինքը մի քիչ հնաոճ դառնար, մեծանա։ Դե երևի չէ դասարան էի, այսինքն մի 15 տարեկան էպես։ Ու ինչքան շոր ունեի, իրար վրայից հագել էի, քրոջը շորերն էի հագել, որ մի քիչ չաղայի։ Այսինքն այդքան մտածել էի, էլի, որ կերպարի մասին, որ ինքը ինչպեսին պետք է լինի։ Մենք ստացանք առաջին մրցանակը, ու հարևանները ծնողներիս ասում էին, որ դեր աղջիկը դերասանուհի է դառնալու, հանկարծ չխոչընդոտեք։ Եվ փառք Աստծո չօգնեցին, բայց եւ նաեւ չխոչընդոտեցին։ Բեմ դուրս գալուց մի քանի րոպե առաջ ինչ է կատարվում ձեր ներսում։ Հիմա որ ասեմ ոչինչ, ուղղակի այսպես հաճույքի ինչ որ վիճակ կա, որ ես հիմա դառնալու եմ ուրիշ մարդ։ Հիմա ինչ որ լավ ստեղծագործելու եմ։ Ընդհանրապես կա, չէ, ասում են հուզվում ենք։ Ես վաղուց չգիտեմ դա ինչ բանա։ Եվ նույնիսկ չեմ հասկանում այն փորձառու դերասաններին, որ ասում են մենք հուզվում ենք։ Որովհետև ես մտածում եմ, որ նախ պիտի անհանգստանաս, հա, որպեսզի հուզվես, դա անհանգստություն է, ոչ թե հուզվում։ Ես միշտ զուգահեռ եմ տանում նկարիչի հետ, ասենք, որ նկարիչը նկարում է կտավի վրա, ինքը հուզվում է, չէ, ինքը ապրում է դրա մեջ, կամ երաժիշտը, եւ դերասանը, եւ որ մենք փորձի ենք գալիս, մենք հուզվում ենք, դա ոչ մի բանով չի տարբերվում այդ ստեղծագործական պահից, այն ինչ որ արդեն ավարտուն է։ Իսկ թատրոնը երբևիցե ավարտուն չի, ոչ մի ներկայացում ավարտուն չի, դու չգիտես ինչ տեղի կունենա։ Եվ կարող ես անհանգստանալ, որ կարող ես տեքստ մոռանալ, կարող ես անհանգստանալ, որ կարող է խաղընկերդ ինչ որ բան այնպես շան, բայց այս փորձառության մեջ արդեն դու այնքան ես էպված, որ դու գիտես, որ կարող ես այդ իմպրովիզով, այդ համապատրաստից, նույնիսկ այսպես կայֆով ինչ որ հետաքրքիր մի բան անել եւ դա ինձ կտարբերի մյուս ներկայացումներից։ Ես իսկապես չունեմ անհանգստության եւ հուզմունքի զգացողություն, այդ ընկերներս էլ եմ վաղուց զգացել, մեկն գալիս ասում են պետք է չի, ոչ էլ պրեմիերա։ Այնպես որ այդ հաճույքի զգացողությունն ավելի շատ, որ ես հիմա ստեղծագործելու եմ։ Որն է այն հատկությունը, առանց որի լավ դերասան լինել հնարավոր չէ։ Մարդկանց չճանաչելը եւ հոգեբան չլինելը ինձն է, որովհետեւ դերասանը չի կարող հոգեբան չլինել։ Ոչ թե հոգեբան որպես մասնագիտության առումով, այլ որ ճանաչի մարդկանց, որովհետեւ դու չես կարող մարդկանց չճանաչելով դերասան լինել։ Դու կարող ես այսպես տնազ անել, մենք այդ խոսքը ունենք, չէ՞։ Դու կարող ես ձևացնել եւ քո կերպարը չի լինի այնքան ամբողջական եւ իրական, որքան որ այն պիտի լինի, որովհետեւ մեր մասնագիտությունը դա ֆրազներից, տեքստերից, խոսքերից ձևավորված ու հասկանում ես այդ կերպարին։ Դու չես կարող, երբ որ հեղինակը գրել է այս տեքստերը, չէ, այս խոսքերը, որ արտաբերում է այդ կերպարը, անել լրիվ ուրիշ բան։ Այդ կնշանակի դու չես հասկացել։ Դու պիտի ունենաս արդեն այդ կերպարի գիտակցումը, այսինքն ինչ մարդ է նա, ով է նա, նույնիսկ ինչ կենթանի է նա, երբ որ դու կենթանի ես խաղում։ Այսինքն այդ ամենը շատ կարևոր է, հոգեբան, հոգե վերլուծող լինելը։
Մեկ տարօրինակ փաստ ձեր մասին։ Ես տարօրինակ գուցե եղել եմ առաջ, բայց հիմա ոչ այնքան։ Հա, ունեմ փոքրիկ բեզիկներ, բայց անհութա չեմ ասել։ Ինչ որ օրինակ կարող եմ ասել, որ մտնում եմ վերելակ, մանավանդ հիմա փոխված գեղեցիկ վերելակ ունենք, անպայման ժպտում եմ ինձ, նույնիսկ այսպես չարաճճի բաներ եմ անում, հայելու մեջ ինքսից, այսպես ասած ձեռ եմ առնում, մի հատ խուտուտ եմ տալիս, առավոտ երեկոյան, եւ երևի թե դա տարօրինակ է, չգիտեմ, մեկ ասում եմ, հայ, հանկարծ հետը մարդ լինի, այդ անջատված չանես։ Մեկ զվարճալի փաստ ձեր մասին։ Նախ ասեմ, որ ես շատ ընդունակ եմ ծիծաղել ներկայացման ժամանակ։ Եթե մի բան ինձ շատ զվարճալի թվաց այդ իմպրովիզների մեջ, իսկ ընկերներս գիտեն այդ իմ թույլ կողմը եւ հաճախ չարաճճիություն են անում եւ սադրում են ինձ դրան, ես կարող եմ ուղղակի կերպարից դուրս թռնել, լավ ծիծաղել, մի քանի րոպե։ Իսկ վերադառնալ, հանգստանալուց հետո վերադառնալ կերպարին ու շարունակել։ Ամենասիրելի մեկ թատրոնն ու դերասանը։ Մեկ թատրոն բավական բարդ է ասել, մանավանդ որ ես հիմա երկու թատրոններում եմ խաղում, Մհեր Մկրտչյան եւ թատրոն Տանիքում։ Երկուսն էլ շատ սիրում եմ, իսկապես շատ եմ սիրում եւ թատրոն, եւ ներկայացում, եւ անձնակազմ, այդ ամեն ինչով հանդերձ կարող եմ ասել, որ շատ սիրում եմ նաեւ համազգային թատրոնը, ժամանակին խաղացել եմ այդ թատրոնում իր ավանդույթներով եւ այլն, հիմա իհարկե երկար ժամանակ հնարավորություն չունեմ պարզապես, որովհետեւ զբաղվածությունս թույլ չի տալիս։ Այն օրերն էլ որ ազատ եմ, ուզում եմ տանը մնամ։ Այդպես, բայց մեկ դերասան իմ համար երևի հենց ֆրոնս է։ Ժամադրության ձեր սիրելի տեսակը։ Եթե ժամադրություն չասեմ, սիրելի զբաղմունքը, որը հիմա շատ եմ կարոտում, արշավներն են։ Դուրջ։ Շատ եմ կարոտում այդ արշավները։ Ես բնության մարդ եմ, շատ եմ սիրում գնալ բնության գիրկը, ծանոթանալ նոր մարդկանց հետ, էներգիայի փոխատեղում եւ բնությունից եւ նոր մարդկանցից։ Ով է ժամադրությունը ուրիշին կհարցնեք։ Ինչ նոր հմտություն կուզեիք ձեռք բերել։ Կուզեի, բայց ինձ թվում է, որ դա ինձ տրված չի լողալ։ Ձեր կյանքի ամենակարևոր մարդը ով է։ Մարդիկ են, իմ ընտանիքը, իմ ամուսինը, իմ երեխաները, ապագայում հույս ունեմ թոռները։ Ինչ եք միշտ ուզել անել, բայց վախեցել եք։ Օրինակ շատ ուզեի թռչել այդ Պարաշուտով։ Okay։ Բայց կարող է հիմա նույնիսկ արդեն չհամարձակվեմ, բայց այդ զգացողությունը, թռչնի ճախրանքը, այդ ուզեի զգալ։ Որ կարծրատիպը կուզեիք կոտրել կանանց ու տղամարդկանց մասին։ Հիմա չար բան ասեմ։ Կուզեի կոտրել են կարծրատիպը, որ տղամարդիկ ուժեղ են։ Դա այդպես չէ։ Ֆիզիկապես գուցե ուժեղ են եւ պետք է հասկանալ, թե ինչու Աստված իրենց ֆիզիկապես ուժեղ ստեղծել, որպեսզի կինը իրեն խելոք պահի։ Կանայք ավելի ուժեղ են, ավելի այսպես ավելի իրավիճակ ստացող, պետք եղած դեպքում իրենց վրաղեկը իրենց ձեռքը վերցնող, իսկ տղամարդիկ այդպես չեն, տղամարդիկ շատ են սիրում ասել, տղամարդիկ ավելի չար են, իրար չեն ներում, մանավանդ վերջի ժամանակաշրջանում, տղամարդիկ ավելի շատ իրենց կայացման խնդիր են դնում, քան կանայք, եւ տղամարդիկ ավելի շատ կայանում են իրանք իրար մեջ, քան կնոջ համալերի։